Այսօր խոսելու եմ կարևոր մի թեմա հոգևոր պատերազմի մասին։ Ինչպես պայքարել, երբ թվում է, որ թույլ ենք։ Ինչպես պայքարենք, երբ որ թվում է, թե թույլ ենք։ Գիտեք, շատ ժամանակ որպես քրիստոնյաներ մենք անգամ չենք էլ մտածում, որ մեր կյանքը պայքար ու պատերազմ է։ Բայց Պողոս առաքյալը, երբ որ գալիս է իր կյանքի վերջին, նա հայտարարում է այս գեղեցիկ խոսքերն ու ասում է. ես իմ պատերազմս պատերազմեցի, իմ հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, հիմա մնում է ինձ Տիրոջից հավիտենական վարձք ստանամ։ Պատերազմս պատերազմեցի։ Շատ ժամանակ որպես քրիստոնյաներ մենք չենք էլ գիտակցում կամ հավատում, որ մենք դառնալով վերստին ծնված քրիստոնյա հայտնվում ենք պատերազմի դաշտում։ Եվ շատ բաներ, քանի որ չենք հասկանում, որ պատերազմ է, չենք էլ հասկանում ինչու անցնում ենք այս բաներով եւ ոչինչ չենք անում, կարծես դառնում ենք զոհ իրավիճակների։ Հովհաննես ավետարանիչը Հովհաննես 10-րդ գլուխ 10-րդ խոսքի մեջ հետևյալ ճշմարտությունն է բացահայտում եւ ասում է խոսելով սատանայի մասին։ Գիտեմ, որ շատ մարդիկ անգամ մտածում են, որ դե սատանան չկա, դա տենց հորինվածք է։ Մեկ ասի սատանան կա, իրականում չկա, կա։ Սատանան իրական է, դժոխքը իրական է, դեմոններն ու դևերը իրական են, բայց դրա կողքին առավել իրական է Աստված իր երկնային իմաստությամբ եւ զորքերով եւ հոգեվոր զենքերով, որ մեզ համար ունի պատրաստած։ Եվ Հովհաննեսն ասում է 10-րդ գլխում, գողը չի գալիս, բայց միայն որ գողանա եւ սպանի եւ կորցնի։ Այսինքն ասում է գողը գալիս է 3 բանի համար, որ գողանա մի բաներ մեզնից, որ սպանի որոշ բաներ մեր մեջ եւ նաեւ վերջնականապես մեր կյանքը կործանի կամ կորցնի։ Բայց ես եկա, որ դուք ունենաք կյանք եւ լիուլի կյանք։ Ամեն։ Նա բացահայտում է մեր իրական թշնամուն, որ գողը սատանան եկել է որպեսի գողանա մեր կյանքից։ Անverջ նրա նպատակը նա է ինչպես սողոսկել քո կյանք եւ գողանա քո աղոթքի կյանքը, գողանա քո հավատքը, գողանա քո ուրախությունը, օգնելու ցանկությունը, ամեն որակները, որ Աստծուց են, ինչպես գողանա դա, ոչ միայն դա սպանի բաներ, որոնք Աստծուց են ծնված քո մեջ եւ վերջնականապես կործանի քո կյանքը։ Եվ սա արդեն մեզ համար սթափեցնող հայտարարություն է։ Եվ լավ լուրը նա է, որ Հիսուսն ասում է, այո, դա կա, այդ ճշմարտությունն այդտեղ է, դուք ունեք իրական թշնամի, բայց ես եկա, որ դուք ունենաք կյանք ավելիով, կյանք լիուլի, կյանք, որի մեջ ոչ մի պակաս բան չկա, եւ փառք Տիրոջը Հիսուսի բերած կյանքի համար։ Ամեն։ Ուրեմն գողը գալիս է գողանա, սպանի եւ ոչնչացնի, նա իրականում հզոր կործանիչ է, բայց մենք անզոր չենք նրա դեմ սիրելիներ։ Որովհետև շատ ժամանակ թվում է, որ քրիստոնյաները մի անկյուն քաշված վախեցած սպասում են, թե սատանան երբ է վերջացնելու իր հարվածները։ Նրա վերջնական նպատակը նա է քրիստոնյային, մարդուն վերջնականապես, նրա մեջ խղճի նշույլ չկա։ Նա երբեք չի ասելու հերիք է, հետ քաշվեմ։ Մինչև վերջ նա ուզենալու է վնաստալ քեզ, քո ընտանիքին, քո կոչմանը, քո հավատքին, քո ընթացքին, բայց մենք անզոր չենք նրա դեմ։ Մենք նրա դեմ գործիքակազմ ունենք։ Յուրաքանչյուր հավատացյալի Աստված տվել է զենքեր, զինանոց, որ մեր դեմ ցանկացած խնդիրների համար մենք կարողանանք պայքարել։ Որովհետև մենք ծառայում ենք մի Աստծու, որը երբ որ Մովսեսին հայտնվեց անապատում, հիշում եք, Մովսեսին Աստված վերցրեց եւ ասեց քեզնով մի ամբողջ ազգ եմ ազատագրելու, Մովսեսն ասեց Եգիպտոսը զորավոր է, Եգիպտոսի փարավոնը ինձ հեշտ չի թողնի, եթե ես գնամ նրան ասեմ եկել եմ այս ժողովրդին տանեմ ու նա հարցնի դու ով ես, ես ինչ նրան պատասխանեմ ու Աստված նրան ասում է կանգնես նրա առաջ ու կասես ինձ ուղարկել է մեծ ես եմ։ Ես եմ, որովհետև Աստված իրեն Ելից 3-րդ գլուխ 14 խոսքի մեջ հայտնում է որպես ես եմ, նշանակում է ես քո հաղթությունն եմ, ես քո ազատարարն եմ, ես քո բժշկությունն եմ, ես քո հաջողության գաղտնիքն եմ, ես քո հույսն եմ, ես քո հաղթանակն եմ, ամեն ինչ, ինչի կարիք որ մենք ունենք, Աստված հայտնվել էր Մովսեսին ու ասել էր ես էմն եմ։ Եվ այդ ես բժշկություն եմ, ես կյանք եմ, ես հաղթանակ եմ, ես ուրախություն եմ, ես հույս եմ, ամեն ինչ, ինչ որ պակասում է,
Աստված իր մեջ ամփոփել է դա։ Ամեն, ես եմ այդ մեծ Աստվածը եւ իմանալով դա մենք հասկանում ենք, որ թշնամու դեմ մենք ունենք զենքեր։ Թշնամու դեմ մենք ոչ թե կուչ գալու եւ փոքրանալու եւ խեղճանալու ենք, այլ մենք կռվելու ենք, հաղթելու ենք եւ տեսնելու ենք Տիրոջ փառքը մեր կյանքի եւ մեր ընտանիքների մեջ Հիսուսի անունով ասա։ Ամեն։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 3-4 համարների մեջ Պողոս առաքյալը կարծես ավելի հաստատում է Տիմոթեոսի կյանքում, որ դու զինվոր ես։ Ասում է, իսկ դու նեղություն կրիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր, ասա զինվոր։ Ես ու դու ըստ Պողոս առաքյալի, իհարկե այս նամակը Տիմոթեոսին էր, բայց նաև բոլոր հավատացյալներին ասում է, դու որպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր նեղությունների պատրաստ եղիր, այսինքն կյանքում կլինեն դժվարություններ, որ հանդիպում են քրիստոնյային, նորմալ տար դրանք։ Ինձ սկսել են հալածել, ընկերներս դպրոցում ասում են, գնում ես եկեղեցի, արա ամոչի մեծ տղա ես, կամ հարևաններդ, կամ մյուսներդ, նեղություններ, որ գալիս են որպես քրիստոնյա, եւ Պողոս առաքյալն ասում է նորմալ տար, որովհետև դու զինվոր ես Հիսուս Քրիստոսի, եւ մի զարմացի, այլ ընդհակառակը ուրախ եղիր, որ դու Հիսուս Քրիստոսի բարի զինվոր ես, եւ ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին լինի հաճելի։ Մենք զինվոր ենք եւ ունենք զորապետ։ Եվ մեր զորքի զորավարն է Հիսուսը։ Եվ առաքյալը Տիմոթեոսին ասում է չմոռանաս, որ դու զինվոր ես։ Եվ զինվորը, եթե ուզում է հաճելի լինել զորապետին, զինվորը, եթե ուզում է իր բանակի, իր հայրենիքի, իր թագավորության արժանի զինվոր լինել, չի զբաղվում այն գործերով, որ ոչ զինվորներն են զբաղվում։ Նրանք, ովքեր բանակում ծառայել են, ինձ համար ամենահիշարժան, բայց նաև ամենադժվար տարիները բանակային տարիներն էր։ Առաջի զարմանալի բանը, երբ որ գնացի բանակ, ինձ համար իմ մազերը միշտ եղել են շատ կարևոր մասը իմ մարմնի, եւ ես սիրում եմ գեղեցիկ սանրվածք, հետո բռնեցին, խուզեցին եւ ես արդեն ինձ թվաց, որ կյանքս գնաց։ Հետո էլ մեկ սայզ մեծ գլխարկ դրեցին գլխիս, գլխարկ չէի սիրում, ասի ես գլխարկ չեմ ուզում։ Մի պահ մոռացել էի որտեղ։ Տղա ջան, քեզ ով է հարցնում գլխարկ սիրում ես, չես սիրում։ Հակիր։ Սիրուն գլխարկը դրեցին, հետո ամեն ճաշից առաջ ասում են պիտի երգեք, պիտի այսպես քայլեք, պիտի ամեն ինչ հրամանով ու կարգ ու կանոնով էր, եւ դա զինվորի կյանքն էր։ Եվ դու հասկանում ես, որ դրանով դու մտել ես զինվորության, դառնալու զինվոր եւ քո հրամանատարին եւ քո երկրին քո պարտքը տալու, քո գործն անելու։ Եվ Պողոս առաքյալը նախ հիշացնում է, որ դուք զինվորներ եք։ Բայց զինվորը զինվոր չի, եթե չունի զենք։ Եվ յուրաքանչյուր երկիր, այսօր նայում ենք Ուկրաինայի, Ռուսաստանի պատմությունը, միլիոնավոր դոլարներ են պետք, որովհետև պատերազմը չի կարող հաղթվել առանց զենքերի։ Ինչքան էլ զինվորները նվիրում ու սեր ունենան հայրենիքի հանդեպ, նրանք չեն կարող հաղթել, եթե չունեն զենքեր։ Եվ Աստված մեզ ոչ միայն կանչել է զինվոր լինել եւ մղել տենց հավատքի պատերազմ առանց զենքերի, այլ նա տվել է մեզ զենքեր։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 4-րդ խոսքի մեջ ասում է, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այսինքն մենք ունենք զենքեր, բայց դրանք մարմնավոր չեն։ Զենքեր, որոնք հոգևոր են, դրանք Աստծով զորավոր զենքեր են, ասա զորավոր զենքեր։ Ինչ է անում այդ զենքերն, ասում է բերդեր քանդելու, խորհուրդներ քանդելու եւ ամեն բարձրացած բան, որ գոռոզանում է Աստծո գիտության մեջ, կարող է քանդել եւ գերի ենք բռնում ամեն միտք, որ Քրիստոսին հակառակ է, որ նրան հնազանդեցնենք։ Մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց զորավոր են։ Ուրեմն մենք ոչ միայն զենքեր ունենք, մենք զորավոր զենքեր ունենք թշնամու դիմաց։ Եվ այդ զենքերը ոչ թե մենք իծնե բնատուր մեր կարողություններն են, դրանք Աստծուց ստացած զենքեր են, որոնք կարող են զորավոր բաներ անել հավատացյալի կյանքի մեջ, բերդեր քանդել, խորհուրդներ քանդել, ամեն բարձր ու գոռոզ միտք Աստծո դեմ հնազանդեցնել եւ գերի անել։ Ամեն։ Ուրեմն մենք զինվորներ ենք եւ մենք զենքեր ունենք։ Այս թեման շատ մեծ է, ես այսօր չեմ հասցնի ամբողջությամբ խոսամ, բայց մի քանի զենքեր,
որ վստահ եմ, որ արդյունավետ են ու օգտակար են, դրանց մասին եմ խոսելու։ Միգուցե հետո ավելի շարունակեմ, բայց այսօր խոսելու եմ 6 զենքի մասին։ Եվ առաջի զենքը, որ մենք կարող ենք օգտագործել թշնամու դեմ, դա մեր հնազանդությունն է Աստծո հանդեպ։ Հնազանդվելով Աստծո խոսքին, մենք հնազանդվում ենք Աստծուն, եւ դա իրականում ոչ թե կրոնական մի պարտավորություն է, դա զենք է, որ մեզ դարձնում է թշնամու դեմ դիմակայուն եւ ուժեղ։ Ամեն անգամ, երբ որ մենք հնազանդվում ենք Աստծուն, ամեն անգամ, երբ որ մեր կամքը ենթարկում ենք Աստծո խոսքին, դրանով մենք զորանում ենք, դրանով մենք զենք ենք ձեռք բերում, որ կարողանանք թշնամու դեմ կռվել։ Հակոբոս առաքյալը 4-րդ գլուխ 7-րդ խոսքի մեջ ասում է. «Արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանային, եւ նա կփախչի ձեզնից»։ Ուրեմն մեր պատերազմը ոչ թե մարմնի ու արյան դեմ չէր, թեև շատ ժամանակ, ինչպես Աստված օգտագործում է մարդկանց, սատանան էլ ուզում է օգտագործել մարդկանց խոսքերը, մարդկանց վերաբերմունքը, մարդկանց սրտի մեջ եղած փոքր բաները նա վերցնում է եւ կարողանում է օգտագործել ուրիշ մարդկանց դեմ, բայց Հակոբոսն ասում է, լսեք, եթե դուք հնազանդվեք Աստծուն, դրանով կհակառակվեք սատանային, իսկ նա ոչ թե կհեռանա, ոչ թե կխելոքանա, ինչ կանի, կփախչի։ Չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան զինվորի առաջ փախչող թշնամին։ Չկա բանակի համար ավելի ուրախալի պահ, երբ տեսնում ես, որ թշնամին իր ամբողջ կարողությամբ հավաքվեց եւ իր մեջ կցույց տվեց քեզ։ Եվ Հակոբոսը մեզ տալիս է բանալի, զենք, եւ ասում է հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Ուրեմն շատ ժամանակ, երբ որ մենք կարդում ենք այս խոսքը, ես ինքս մինչև այսօր, ես չգիտեմ, երևի 40 տարի այս գիրքը կարդում եմ, շատ ժամանակներ կարդում եմ եւ թվում է, որ բայց իմաստը որն է այդպես վարվելու։ Աստծո խոսքի մեջ շատ բաներ կան, որ գրված են մեզ օգնելու համար, բայց մարդկային աշխարհիկ մտքի համար դա անհասկանալի, անիմաստ բան է։ Օրինակ, աղոթք արեք նրանց համար, ովքեր ձեզ չարչարում են։ Աղոթք անեմ։ Ես ուզում եմ խեղդեմ նրանց, որովհետև այդ ավելի հաճելի է, որովհետև այդ ավելի դուրեկան է։ Ես ուզում եմ գնամ իրանց նման պատասխանեմ, վառեմ ամեն ինչ, ու զգամ, որ մի բան արեցի, թողնեմ հետ գնամ։ Բայց Աստծո խոսքն ասում է, no, աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ նեղացրել են, բարեխոսեք նրանց համար, ներեք ձեր թշնամիներին, ոչ միայն ներեք, անգամ սիրեք, եւ շատ բաներ թվում է, որ իմաստ չի տալիս, թվում է, որ անիմաստ է դա անել, բայց սիրելիներ, մենք հավատքով ենք հնազանդվում Աստծուն, նշանակում է ես սա չեմ հասկանում, բայց որովհետև դու ասում ես քո խոսքի համար կանեմ։ Քո խոսքի համար կանեմ։ Այդպես չեն վարվել իմ ծնողներ, այդպես չեն վարվել իմ ցեղում, այդպես հայ ժողովրդի մեջ չեն վարվում, դա շատ ոչ պոպուլյար տեսակետ կամ վերաբերմունք է, բայց որովհետև քո խոսքն է ասում, ես կհնազանդվեմ։ Եվ գրված է, երբ որ դա անես, դրանով հակառակվես չարին, ինքն է փախչելու քեզանից։ Ամեն։ Ուրեմն զենք համար առաջի դա մեր հնազանդությունն է։ Եվ Հիսուսը Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 31-32 խոսքի մեջ գրված է, Հիսուսն իրեն հավատացյաց հրաներին ասեց, եթե դուք իմ խոսքի մեջ մնաք ասա։ Այսինքն ոչ թե դուք իմ խոսքը կարդաք, այլ մնալ խոսքի մեջ նշանակում է այնինչ լսեցիր, դրա մեջ մնաս, դրա սահմանների մեջ քեզ պահես, ճշմարիտ իմ աշակերտս կլինես։ Այսինքն այսօր հազարավոր եւ թերևս միլիոնավոր մարդիկ ասում են, որ մենք հավատացյալ ենք։ Այսինքն մենք հավատում ենք, որ Աստված կա։ Բայց Հիսուսը մեզ չի կանչել հավատացյալ լինելու, նա մեզ աշակերտ է կոչել եւ իր ետևից հետևել, պատվիրել։ Եվ ասում է, եթե իմ խոսքս պահեք, եթե մնաք իմ խոսքի մեջ, իմ ճշմարիտ աշակերտներս կլինեք, ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Ասա ազատ կանի։ Աստծո խոսքը ունի զորություն մեզ ազատ անելու։ Գիտեք, քանի անգամներ իմ կյանքի մեջ, երբ որ եղել են ժամանակներ, որ ես չեմ հասկացել, վախերի մեջ եմ եղել, խուճապի մեջ եմ եղել, հանկարծ Աստծո խոսքը եկել է իմ սրտի մեջ։
Եվ ես տեսել եմ ինչպես է այն ինձ ազատում այդ վախերից, ազատում այդ մտահոգություններից, որոնք բուն են դրել իմ գլխի մեջ։ Որովհետև այն պահին, երբ որ մենք ճանաչում ենք ճշմարտությունը, որ Աստծո խոսքն է, Հիսուսն ասում է այդ պահին կգա ձեր կյանքի մեջ ազատություն։ Ամեն։ Ուրեմն նրան հնազանդվելը նրա խոսքի մեջ զենք է, որ մեզ ազատում է թշնամու արգելքներից, թշնամու ծուղակներից, թշնամու ազդեցությունից, այդ խավար ամպերից, որ մեր վրա գալիս են, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Սա էր երևի պատճառը, որ գիտեք մենք շատ ենք բարձենում, որով մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք առաջինն ենք դարձել քրիստոնյա եւ հայոց լեզուն աստվածատուր լեզու է, հայտնության մեջ ենք ստացել, մոռանալով առաջի նախադասությունը հայերեն թարգմանված, որ առակած գրքի առաջի գլխից է ինչ է ասում, ովքեր են հայոց լեզվի, հայոց պատմության սիրահարներ, ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարով, այսինքն առաջի բանը, որ Մեսրոպ Մաշտոցն անգամ հասկանում էր, որ կարևոր է, որ ազգը հասկանա, սա է ճանաչել իմաստությունն ու խրատը, որ գալիս է Աստծո խոսքից, եւ իմանալ զբանս հանճարով, բանը, խոսքը հանճարի, որովհետև դա էր ազատելու ազգին, ճշմարտության ճանաչումը եւ խոսքի գիտակցությունը, խոսքի իմանալը ամբողջ մի ազգի ապագա պետքա շեյփաներ, պետքա ձևավորեր, դրա համար ես հավատում եմ, որ Մեսրոպ Մաշտոցը հենց դա էր առաջնորդվի առաջինը թարգմանելու։ Ուրեմն մեզ համար կարևոր զենքերից մեկը ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ Աստծո խրատները մեր կյանքի ամեն իրավիճակի համար եւ Աստծո խոսքը իմանալ, Աստծո բանը իմանալ, որովհետեւ դա մեր մտածելակերպը պետք է փոխի։ Երկրորդ զորավոր զենքը եւ ասեմ հերթականությունը ազդեցության հետ կապ չունի, այսինքն եթե մի զենքը երկրորդ կամ երրորդը լինի, չի նշանակում, որ իր ազդեցությամբ կամ կարևորությամբ է այդպես։ Ուղղակի 6 զենքեր, որ հավատում եմ շատ զորավոր են։ Երկրորդը դա Հիսուսի անունն է, որ մեզ տրված ամենազորավոր զենքն է։ Ինչու ենք մեր աղոթքն ավարտում եւ աղոթեցինք սա Հիսուսի անունով, որովհետեւ Հիսուսի անվան մեջ իրականում կա զորություն։ Ամեն, Փիլիպեցիս 2-րդ գլուխ 9:11-ի մեջ ասում է. դրա համար Աստված նրան շատ բարձրացրեց, խոսում է Հիսուսի մասին, եւ նրան շնորհեց մի անուն, որ բոլոր անուններից բարձր է, ասա բոլոր անուններից բարձր։ Բոլոր անուններից բարձր անունը Հիսուս անունն է, որ նրա անվանը ծունկ են ծառելու կամ ծնկելու են երկրավորներում եւ անգամ սանդարամետում կամ դժոխքում կամ խավար աշխարհում։ Եվ ամեն լեզու պիտի դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է։ Մեր ամենաուժեղ զենքերից մեկը դա Հիսուսի անունն է։ Այս անունը, եթե մենք կարողանում ենք այս անվանը հաղորդակցվել անձնական լեվելով, այսինքն մենք կապ ունենանք Հիսուսի հետ ու ճանաչենք Հիսուսին ու ճանաչվենք նրանից, մեր աղոթքները, մեր բերանից դուրս եկած ամեն հռչակած խոսքը լինելու է զորավոր։ Հիշում եք աշակերտներին Հիսուսն ուղարկում է 72-ին նրանց տալով իշխանություն, երբ որ հետ են գալիս, զարմացած զեկուցում են ու ասում են զարմացել ենք, որովհետև անգամ դևերը ու չար ոգիները հնազանդվում էին քո անունին։ Զարմացել էին, որովհետև երբ որ գնացել էին Հիսուսի անունով ավետարան քարոզելու, դևեր հանելու, տեսնում էին հրաշքներ, որ մարդկային մտքից ու ուղեղից վեր էր։ Բայց շատ կարևոր է, որ ես ու դու հասկանանք Հիսուսի ով լինելը եւ նրա հետ անձնական հարաբերություն ունենանք։ Որովհետև Հիսուսը մեզ անձնապես է կանչել։ Այո, մեր փրկությունը ընդհանրական է, բայց նաև անձնական է։ Մենք այսօր նստած ենք այստեղ որպես եկեղեցի, բոլորս փրկված ենք, բայց բոլորս ունենք անհատական պատմություն, որ Հիսուսը մեկ օր մեր սրտի դուռը թակել է, մեզ անունով կանչել է եւ մենք պատասխանել ենք։ Եվ որ շարունակում ենք անձնական հնազանդություն ցույց տալ Աստծո խոսքին, անձնապես ամեն օր նրան ասել դու իմ կյանքի Տերն ես, նրա անունը մեր կյանքի մեջ իշխանություն է արձակում, չար ոգիների, դևերի եւ ամեն շերտերի վրա Հիսուսի անունը ունենում է ազդեցություն։ Բայց եթե չկա այդ հարաբերությունը եւ մենք ուղղակի օգտագործում ենք այդ անունը, ոչ մի օգուտ է չի տալ։ Գործք առաքելոցում պատմում է մի իրավիճակ, երբ որ գրված է մի քահանայի 7 որդիներ ուներ
Եվ սրանք երբ որ տեսան, որ Պողոսը Հիսուսի անունով հիվանդություններ է բժշկում ու դևեր է հանում, մտածեցին, որ ինչ դժվար բան է, մենք գնանք Հիսուս անունը օգտագործենք։ Եվ գնացին դիվահարի մոտ կանգնեցին ու ասին. Հիսուսի անունով քեզ հրամայում ենք, որ գնաս, եւ գրված այդ դևը կատաղեց։ Ասեց Պողոսին ճանաչում եմ, Հիսուսին ճանաչում եմ, Պողոսին գիտեմ, բա դուք ով եք։ Դրանք ոչ մի կապ չունեին Հիսուսի հետ, ուղղակի լսել էին, որ Հիսուսի անունի մեջ զորություն կա, եւ գրվածը հարձակվեց այդ մարդկանց վրա, 7-ի վրա, շորերները պատռված, մերկ, վախեցած փախան։ Եվ սա լավ օրինակ է, որ Հիսուսի անունը ոչ թե դատարկ մեր շուրթերում, այլ Հիսուսի անունը երբ որ մեր շուրթերին է, որովհետև մենք Հիսուսին ճանաչում ենք ու նրանից ճանաչվում ենք, մենք նրան հնազանդ ենք եւ մեր ամեն օրը փորձում ենք Հիսուսի հետ քայլել, նրա անվան իշխանությունը գալիս է մեր կյանքի մեջ եւ նրա անունով մենք հրաշքներ ենք տեսնում։ Նրա անունով մեր բերանից դուրս եկած խոսքերը կարողանում է փոխել եւ հրաշքներ անել։ Առակացի մեջ 18-րդ գլուխ 10 խոսքն ասում է. Տիրոջ անունը, ասա Տիրոջ անունը։ Ինչ է, ասում է Տիրոջ անունը ամուր աշտարակ է, այսինքն մի աշտարակ, որ հնարավոր չէ մագլցել կամ ներս խուժել, Տիրոջ անունը ամրոց է, արդարները փախչում են եւ այնտեղ ապահով են։ Մենք բոլորս կյանքում իրավիճակներ ունենք, որ ապահով տեղ ենք ման գալիս, չէ՞։ Մի տեղ, որտեղ չարի նետերը մեզ չեն հասնի, մի տեղ, որ թշնամին մեզ չի կարող հասնել, եւ առակացն ասում է դա Տիրոջ անունն է։ Տիրոջ անունը ամուր ամրոց է, արդարը վազում է, մնում է հավիտյան։ Տիրոջ անունը ամուր աշտարակ է, արդարները մտնում են եւ ապահով են։ Ամեն։ Հիշում եք, մնորից մանկական ամենահայտնի պատմություններից մեկը որն էր՝ Դավիթը ու Գողիաթը։ 40 օր այս մարդը դուրս էր գալի ու հայհոյում էր ու ասում էր՝ ձեր Աստվածը չի կարող փրկել։ Ձեզ հատիկ-հատիկ պատառելու եմ, հայհոյում էր Աստծո ժողովրդին, մինչև որ Դավիթը գալիս է մի փոքրիկ պատանի, որը գիտեր Տիրոջը անձնապես, որը ճանաչում էր Տիրոջը եւ կանգնում է նրա առաջ եւ ասում է ես եմ հաղթելու։ Եվ փղշտացին զարմացած ասում է դու ով ես այ երեխա։ Ես մի ամբողջ կյանք կռվել եմ, բա դու ով ես։ Եվ Դավիթը ասեց փղշտացուն. դու սրով եւ նիզակով գեղարդով ես գալիս ինձ վրա, բայց ես քեզ վրա եմ գալիս ամենակարող Տիրոջ Իսրայելի զորքերի անունով, Իսրայելի զորքերի Աստծո անունով, որին դու նախատում ես։ Որտեւ Դավիթը հասկացել էր, որ նիզակից, գեղարդից, վահանից, նետից, փորձառությունից, չափից ավելի զորավոր է Տիրոջ մեծ անունը։ Եվ նա ասեց, ես քո վրա եմ գալի ոչ թե իմ ուժով, իմ փորձառությունով, այլ Տիրոջ անունով։ Եվ քանի որ Դավիթը Տիրոջը անձնական ճանաչողություն ուներ, որովհետև իր խոսքի մեջ ասում է, ես տեսել եմ նախկինում, ես արջ եմ ճղել, որովհետև Տերն ինձ այդ ուժը տվել է։ Ես առյուծ եմ հաղթել, որովհետև Տերն է տվել, քեզ էլ տապալելու եմ, որովհետև քո դեմ եմ գալիս ոչ թե իմ ուժով, այլ Տիրոջ անունի զորությունով։ Ուրեմն Տիրոջ անվան մեջ զորություն կա։ Հիսուս անունին ծնրադրում են երկնքում, երկրի վրա եւ սանդարամետում, եւ մենք այդ անունը պիտի մեր սրտերի մեջ բարձր պահենք։ Մենք պիտի հասկանանք, որ Հիսուսն է մեր փրկիչը, Հիսուսն է մեր Տերը, որ այո, նա է այն թագավորը, որ բոլոր թագավորների վրա թագավոր է։ Ցավոք սրտի նկարների մեծ մասը Հիսուսի համար, նախ ասեմ, մանկուց չեմ սիրել եւ մեր տանը երբեք Հիսուսի նկար չկա։ Երբեք չունեմ Հիսուսի խաչ, որովհետեւ չկա մի արվեստագետ, որ կարողանա Հիսուսին ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա կա։ Եվ երբ որ մեր տպավորության մեջ Հիսուսը խաչի վրա անճար ու անօգնական, նիհար, մերկացված ու ծեծված է, ինձ թվում է, որ չարը դա օգտագործում է անդադ մեզ հիշացնելու, որ վայ Հիսուս ջան, լացենք Հիսուսի համար։ No։ Հիսուսն անգամ իր Գողգոթայի այդ ճանապարհն անցնելուց, երբ որ կանայք լացում էին ու ասում էին վայ Հիսուս ջան, ես ինչ են արի, Հիսուսը կանգնեց ու ասավ մեկ լացի։ Ին վրա մեկ լացի, լացեք ձեր որդիների վրա, սերունդների վրա, ովքեր չեն ճանաչում իմ անունի զորությունը, որովհետև այս ամենը ես իմ հոժար կամքով եմ անում ի փրկություն իմ ժողովրդի։ Այսինքն այդ պատկերը, որ Հիսուսը խեղճ ու օգնության կարիք ունի, նա Հուդայի ցեղից ելնող առյուծն է, որի անունին խոնարհվում են երկնքում, երկրի վրա ու դժոխքում։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք տալիս ենք այդ անունը, մենք պիտի իմանանք, որ այդ անունը սուրբ է, այդ անունը բարձր է բոլոր անուններից եւ այդ անունով եւ միայն այդ անունով մարդիկ կարող են փրկվել, որովհետեւ չկա ուրիշ ճանապարհ։
Եվ երբ որ մենք կառուցում ենք հնազանդ կյանք, երբ որ մենք կառուցում ենք հաղորդակցություն ու կապ Հիսուսի հետ, նրա անվան զորությունը մեր կյանքի մեջ դրսևորվում է։ Ամեն։ Երրորդ զենքը, որ մենք ունենք չարի դեմ, դա Հիսուսի սուրբ արյունն է։ Հիսուսի թափված արյան շնորհիվ մենք փրկագնված ենք, մենք սրբագործված ենք, այսինքն առանձնացված ենք, մենք մաքրված ենք մեր մեղքերից, ներված են մեր մեղքերը, մենք արդարացված ենք։ Եվ նաև իրավունք ունենք, ինչպես worship-ի ժամանակ ասեցի, մոտենալու Աստծուն։ Ոչ թե որ մենք լավն ենք, այլ որովհետև Հիսուսի արյունը վճարել է փրկագին եւ տվել մեզ իրավունք մոտենալու Աստծո գահին ամեն ժամանակ, ինչքան որ կարիքը կա։ Քրիստոսի արյունը մեզ մուտք է տալիս երկնային գահին, որ մենք կանգնում ենք ոչ թե որպես մեղավորներ, այլ որպես Աստծո զավակներ։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ մենք փորձում ենք մոտենալ Աստծուն, մի բան մեզ խանգարում է մեր մտքի մեջ՝ դու ով ես։ Լա հիշի երեկվա քո արած մեղքերդ, հիշի քո գործած անիրավություններդ։ Միակ բանը, որ մեզ իրավունք է տալիս մոտենալու Աստծուն, դա ոչ թե մեր բարի գործերն են, այլ Հիսուսի թափած արյունը, եւ մա երբեք չպետք է մոռանանք։ Ասում է, որ երբ որ Մարտին Լյութերը իր շնորհով փրկվելու այդ թեզիսները գրում էր, որ փրկությունը ոչ թե գործերով է, այլ Հիսուսի կատարածով, չգիտեմ ինչքանով այդ պատմությունը ճիշտ, բայց ասում են, սատանան հայտնվեց, ասավ դու ով ես, մոռացել ես դու ով ես։ Երեք մեկ այսօր երկու դարել ես հավատացյալ, հիմա էլ մնացած հավատացյալների համար շնորհի հայտնություն ես կրում։ Դու չես, որ այս բանն արել ես ու ասում հերթով սկսես նրա մեղքերը բերել, որ մոռացել ես երեք այն մեկի հետ ոնց վարվեցիր։ Չես հիշում անցյալ շաբաթ ինչ ես արել։ Հիշի քո մանկությանդ մեղքերը, այս մյուսը եւ մի պահ գրածա, որ ասում որ նա շփոթվեց, ընկճվեց, վախեցավ, հետո ասավ էլ ինչ եմ արել։ Էլ ինչ եմ արել։ Էլի բերեց ու բերեց հիշեցնելու համար, որ դու սա էլ ես արել եւ ասում հետո իր գրիչը թաթախեց կարմիրի մեջ եւ գրեց, բայց Հիսուս Քրիստոսի արյունը մաքրել է ինձ բոլոր մեղքերից։ Ամեն անգամ, երբ որ մենք փորձում ենք գալ Աստծո առջև նրան երկրպագելու, կարծես մեր ականջի վրա մեկը նստում է ասելու, քեզ սրբի տեղ ես դրել։ Նո, ինձ սրբի տեղ չեմ դրել։ Ես սուրբ եմ ոչ թե իմ արած գործերի շնորհիվ, այլ որովհետև Հիսուսը խաչի վրա վճարել է իմ բոլոր մեղքերի համար։ Ամեն։ Եվ մենք ներված ենք նրա արյան միջոցով եւ արյան շնորհիվ։ Եվ ամենազորավոր գործերից, զենքերից մեկը, որ մենք ունենք, դա Հիսուսի արյունն է, որ կարող ենք թշնամու դեմ բերել, հիշեցնելու, որ մեր փրկագին արյան մեջ է, որ մեր մեղքերի թողությունը եւ արդարությունը Հիսուսի արյան շնորհիվ է։ Եվ սատանան վախենում է այդ արյունից։ Եվ դրա վառ օրինակը Ելիցի մեջ է, երբ որ Աստված Եգիպտոսից հանում էր իր ժողովրդին, հիշում եք, մի բան ասեց Մովսեսին, որ պիտի անի, պետք է վերցներ անարատ գառ, պետք է մորթվեր այդ գառը, խորհուրդը պիտի լիներ նա, որ գառն Աստծո, որ պիտի գա, պիտի լիներ փրկություն բոլոր մարդկանց, եւ այդ արյունը պիտի քսվեր տան դրանդիկներին դրսի կողմից։ Դրսի կողմից պետք է քսվեր տան սեմերին ու դրանդիկներին եւ այդ գիշեր, որ մահվան հրեշտակն անցներ, գրված է ում տան դրանդիկների վրա, որ այդ արյունը չկար։ Մահը պետք է ներս մտներ։ Հետաքրքիրը նա է, որ Իսրայելը, որ դրսից քսել էր իր դրանդիկների վրա, ինքը ներսում էլ չէր տեսնում։ Մենք շատ ժամանակ չենք տեսնում, մտածում ենք, կոքներ, պատկերացնում եք առաջի անգամ այս զատիկը, երբ որ արվեց Իսրայելի այդ վախեցած ու զարմանքով սպասումը օգնելու ասա, թե չի օգնելու։ Որովհետև դրսից պիտի քսվեր, ներսից իրենք չէին տեսնելու։ Բայց հավատալու էին, որ մահվան հրեշտակը երբ որ անցնի, այդ արյունը տեսնի, փաս է անելու իրենց։ Եվ այդպես էլ եղավ, առավոտյան գրված է սուգ էր ու լաց ու ողբ էր Եգիպտոսում, որովհետև բոլորի տան մեջ մահ կար, բայց նրանց դրանդիկների վրա, որ գառան արյունը կար, մահը չէր կարողացել ներս մտնել։ Փառք Հիսուսին իր արյան զորության համար, որ մեր կյանքերի վրա նրա արյան կնիքը կա, որ մենք նրա արյամբ փրկված ու փրկագնված ժողովուրդ ենք եւ այսօր էլ նրա արյունը որպես բարեխոսություն գործում է, որպես պաշտպանություն գործում է եւ զորություն կա Հիսուսի արյան մեջ։ Հայտնության 12-րդ գլուխ 11 խոսքն ասում է եւ նրան հաղթեցին, այսինքն չարին,
Ասո ժողովուրդը չարին հաղթեց, գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով եւ չսիրեցին իրենց կյանքերը մինչեւ մահ։ Ուրեմն երեք բան, որ հատուկ նշված է, որ հաղթության զենքեր էին, ասում է առաջինը հաղթեցին չարին գառան արյունով։ Այդ վստահությունը, որ ես արդարացված եմ Հիսուսի արյան շնորհիվ, միշտ պիտի լինի հավատացյալի սրտում։ Որտեղ սատանան միշտ փորձելու է բերել քննադատություն, ինքնադատապարտություն, որ այ քո մեղքերը, բայց ամեն անգամ մենք պիտի կարողանանք հավատքով մեր մեղքերը խոստովանել եւ հավատալ, որ Հիսուսի արյունը զորություն ունի մաքրելու մեր մեղքերը։ Որտեղ երբ որ մեր մեղքերը մաքրված են, սատանան այլևս ոչ մի բան չունի մեր դեմ, զինաթափարված է։ Եւ դրա մասին շատ Կողոսացիս թղթի մեջ կա, Կողոսացիս 2-րդ գլուխ 14-15-ի մեջ ասում է եւ ջնջեց, Հիսուսի մասին է խոսում, ասում է եւ Հիսուսը մեր դեմ եղած պարտամուրհակը, այսինքն մեր բոլոր պարտքերի ցուցակը, հին ժամանակ կար պարտամուրհակ, մարդիկ պարտք էին անում սրանից, նրանից ապրելու համար եւ ցուցակ էր գրվում։ Եվ Պողոս առաքյալը Կողոսացիներին հիշացնում, ասում է Հիսուսը իր արյունով ջնջեց մեր հակառակ ձեռագիրը հրամաններով, որ մեզ հակառակ էր, եւ նրան վեր առավ մեջտեղից, այսինքն ասո եւ մեր միջից այդ պարտքերի ցուցակը վեր առավ, գամեց խաչի վրա եւ իշխանություններին ու պետություններին մեջկացնելով հայտնապես խայտարակեց նրանց հաղթանակելով նրանց իրենում։ Այսինքն մեր ներման հրճակումով զինաթափ արեց սատանային։ Որովհետև միակ կերպը, որ սատանան իշխանություն կամ իրավունք ունի հավատացյալի կյանքի մեջ, դա մեղքն է։ Մեղքը իր բռնվելիք տեղն է, որով նա կարող է ներխուժել ու գալ։ Բայց Պողոս առաքյալը այս գեղեցիկ լուրն է տալիս, ասում է չմոռանաք, որ մեր դեմ գրված այդ պարտամուրհակը Հիսուսը վերցրեց, ասա վերցրեց։ Եվ գամեց խաչին, որպեսզի այլևս քո մեղքերը քոնը չլինեն։ Եվ դրանով զինաթափ արեց սատանային, այսինքն սատանան այլևս ոչ մի զենք չունի մեր դեմ, երբ որ Հիսուսի արյունը գործում է մեր կյանքի մեջ։ Ամեն։ Եվ մենք պիտի հասկանանք այդ արյան գինը, հրճակենք եւ ամեն անգամ, երբ որ կանգնում ենք Աստծո առաջ, հիշենք, որ Աստծո առաջ կանգնում ենք ոչ թե մեր բարի գործերով, ոչ թե մեր անձնական լավ լինելով, այլ միմիայն Հիսուսի արյան շնորհիվ։ Ամեն։ Փառք Հիսուսին իր արյան համար։ 4-րդ բանը, որ մենք պետք է անենք որպես զենք, որպես կռվելու միջոց, արթուն լինել եւ հսկել եւ հակառակվել։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-9 համարների մեջ Պետրոս առաքյալն ասում է, բայց դուք արթուն եղեք եւ հսկեք, որովհետեւ ձեր թշնամին սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ փնտրում թե ում կուլ տա։ Հակառակ կացեք նրան հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ նույն չարչարանքներն են քաշում։ Այսինքն արթուն լինել եւ հսկել նշանակում է մտքով միշտ պայծառ լինել։ Երբեք թույլ չտալ, որ թշնամին քո միտքը թմրացնի ու մոռանաս, որ Հիսուսի անվան եւ Հիսուսի արյան մեջ զորություն կա, որ նրա խոսքը միշտ քո ոտքերի առաջ լինի, լույս տա եւ քո կյանքում չթմրես։ Գիտեք, երբ որ մենք հանկարծ մոռանում ենք Տիրոջ խոստումները, երբ որ մենք մոռանում ենք Քրիստոսի կատարածը խաչի վրա, մենք դառնում ենք այդ թմրած քրիստոնյաները, որ կարող են կռվել, բայց չեն կռվում, որ կարող են հակառակվել, բայց չեն հակառակվում։ Եվ թշնամին մանա գալիս հենց այդպիսի քրիստոնյաների, որ թմրել են, որ քնել են, եւ Պետրոսն ասում է արթուն եղեք եւ հսկեք։ Ինչպես ենք մենք արթուն լինում, նորից նրա խոսքը լույս է տալիս մեզ։ Երբ որ մենք աղոթքի կյանք ունենք, երբ որ մենք ամեն օր հասկանում ենք, որ մենք զինվոր ենք։ Գիտեք, երբ որ զինվորությունը վերջացնում ես, երբ որ ես ծառայությունից հետո եկել էի տուն, երևի հաջորդ 3-4 տարիները ժամանակ առ ժամանակ արտանում էի, մտածում եմ ինչի եմ քնե։ Որտեղ ամբողջ զինվորության ընթացքում մի բան, որ շատ դժվար է եւ չսիրված, դա ինչ է, պահպանություն անելն էր, որ ամեն շաբաթվա որոշ օրերին 2 ժամով հերթափոխ էր 24 ժամ եւ դու 2 ժամ զենքը ձեռքիդ արթուն կանգնած ես, որ թշնամին որևէ գործողություն չանի եւ շատ դժվար էր արթուն մնալը։ Երբեմն եղնում էր, որ կանգնած ես, բայց քնած ես։ Աչքերդ բաց է, բայց ուղեղդ արդեն ննջել է։
Եվ մարդը գալիս կարող էր գարանցնել ու չնկատել, որ մարդը անց է, բայց աչքերդ բաց կանգնած ես։ Եվ դա այդ թմրած վիճակն է, եւ երբ որ վերջացրել էի բանակս, ժամանակ առ ժամանակ արթնանում էի այդ մեղավորության զգացումը, որ ինչի եմ քնել։ Որ հանկարծ վատ բան եմ արել, որ քնել եմ։ Եվ Պետրոսն ասում է, այո, արթուն մնացեք եւ հսկեք, որովհետեւ ձեր ոսոխը թշնամին ման է գալիս, գտնել մեկին, որ թմրած է, գտնել մեկին, որ թուլացած է եւ կարողանա նրան վնաս տալ։ Արթուն մնալու կամ մեր սրտերը զորացնելու կարևոր խոստումներից մեկը Հովհաննես ավետարանիչն է ասում 16-րդ գլուխ 33 խոսքի մեջ ասում է Հիսուսի խոսքերն են. այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ամեն։ Գիտակցումը, որ այո նեղություններ պիտի լինեն, այո դժվարություններ ու պատերազմներ պիտի լինեն, բայց Հիսուսն ասել է. քաջ եղեք, ես հաղթել եմ, եւ նրա հաղթանակը պատկանում է մեզ։ Ուրեմն, որպեսզի կարողանանք արթուն մնալ եւ հսկում անել, միշտ կարևոր է հիշել, որ այո մեր պատերազմները կան, մեր պատերազմները իրական են, բայց Հիսուսը, մեր զորավարը, խոստացել է, որ քաջ եղեք, որովհետեւ ես հաղթել եմ եւ այդ հաղթանակը ձեզ պիտի լինի։ Հաջորդ զենքը, որ տեսնում ենք, դա ներումն է։ Երբ որ քրիստոնյան կարողանում է ներել, առաջի հերթին ընդունել Աստծո ներումը, բայց նաև ներել, դա զենք է իր ձեռքերի մեջ։ Արդեն կարդացի Կողոսացիս 2:14-15 լավագույն բնութագիրն է, խոսում է, որ Հիսուսը մեր հավատքի հեղինակն ու կատարողը, մեր պարտամուրհակը, այսինքն մենք կոնկրետ պարտք էինք, ասուն մարդկանց մեղքի մեջ էինք, սխալ էինք գործել, բայց նա վերցրեց այդ պարտամուրհակը գամեց խաչի, նշանակում է ներեց մեզ եւ դրանով գրված է զինաթափ արեց սատանային։ Բայց մարդկային հարաբերությունների մեջ էլ ասեմ, երբ որ երկու ընկերոջ մեջ, երբ որ կնոջ ու ամուսնու մեջ խնդիրներ են առաջանում, երբ որ որևէ մի ընկերական շրջապատի մեջ, եկեղեցու մեջ կոնֆլիկտներ են առաջանում, սովորաբար պարտքի խնդիր է։ Ոչ միայն նյութական, դու ինձ պետք է ջերմ լինեիր, ջերմ չեղար, դու ինձ պետք է այցելեիր, չեք, որևէ պատճառով մենք ցուցակ ունենք, գրեցինք, ինչ որ մի բան գրեցինք, մի բան մտավ մեր սրտի մեջ ու մենք սպասում ենք կգա ներողություն խնդրի, թե չէ, որովհետև լիստ ունեմ։ Չէ՞, մենք բոլորս լիստ ունենք։ Երբ որ մենք կարողանում ենք այդ լիստը խաչափայտին գամել, հիշելով, որ մեր լիստն էլ Հիսուսն է խաչին գամել, մենք դրանով զինաթափ ենք անում սատանային։ Եթե չէ, ինչքան ես մտքիդ մեջ կռվելու այդ մարդու հետ։ Որոշ մարդիկ կռվում են մեռածների հետ։ Ես անկեղծ բան եմ ասում, մեկի, չգիտեմ, ծնողը, տատիկը կարող է իրան լավ նեղացրել, մի 30 տարի առաջ մեռել է, բայց ամեն քո ծնունդի, ամեն ինչ որ առիթով դու հասկանում ես, որ դու տատիկի հետ դեռ կռիվ ունես, դու դեռ խոսում ես տատիկի հետ, որ վաղուց չկա այս աշխարհում, որովհետև պարտամուրհակդ դեռ կա, որովհետև դեռ իրա դեմ բան ունես, ինչի դու ինձ սենց ասեցիր, ինչու դու այսպես վարվեցիր։ Սիրելիներ, ներելը զինաթափ է անում թշնամուն եւ ներելը քրիստոնյայի ամենաուժեղ զենքն է։ Դրա համար Հիսուսն ասում էր, այո, եթե կարող ես 70 անգամ 7 պիտի ներես։ Դա ամեն անգամ, երբ որ մենք ներում ենք, մենք մեզ ենք բանտից ազատում։ Եվ չեմ ուզում խորանամ, Հիսուսը կոնկրետ առակ էր պատմում, որ չներողը ինքն է հայտնվում բանտի մեջ։ Ներելով դիմացինիդ, դու քեզ ես ազատում։ Չներելը նման է թույնը դու խմես, սպասես, որ դիմացինդ մեռնի։ Ուրեմն սովորենք ներել, որովհետև Հիսուսը մեզ ներելով թշնամուն զինաթափ արեց։ Եվ վերջի 6-րդ զենքը, որ մենք ունենք, իհարկե շատ են այս զենքերը, ես 6-ն էի ընտրել։ Դա գոհությունն է քրիստոնյայի սրտի եւ շուրթերի վրա։ Ամեն անգամ, երբ որ մենք գալիս ենք մեր պաշտամունքը, սկսում ենք գոհությունով։ Գիտես ինչի՞։ Որտեւ առաջին Աստված միշտ արժան է գոհության։ Բայց գոհությունը մի բան է, որ մեր ուշադրությունը մեր վրայից տեղափոխում է Աստծո վրա։ Երբ որ ես սկսում եմ գոհանալ ու ասել, դու իմ միակ հույսն ես,
Իմ ուրախությունն ես դու, ես հեռանում եմ ինձանից։ Եվ ինչքան հեռու լինեմ ինձանից ու ինչքան Տիրոջը մոտենամ, այնքան ինձ է լավ։ Որտեղ խոսքն ասում է նրան մոտեցան եւ լույս ստացան։ Դրա համար մենք ամեն անգամ, սիրելիներ, կարևոր զենք ու անգամ դեղ է մեզ համար գոհանալ Աստծուց։ Ամբողջ Սուրբ Գիրքը Սաղմոսների մեջ եւ այլ տեղեր պատվիրված է գոհացեք Տիրոջից, որովհետեւ բարի է։ Երբեմն չես զգում, որ պիտի գոհանաս։ Երբեմն բառեր չունես գոհանալու։ Դրա համար շատ կարևոր է անել այն, ինչ Սաղմոս 2-ն էր անում, նա ասում է. «Ով իմանց, Տիրոջը օրհնիր»։ Մի մոռացի նրա բոլոր բարերարությունները ու հետո սկսում է թվարկել, որ ներում է քո մեղքերը, բժշկում է քո ցավերը, նորոգում է քո կյանքը արծվի պես, որ տալիս է քեզ քո մանկության ուժը։ Գիտեք, մենք շատ զարմանալի ենք ստեղծված, մեր հիշողությունը շատ արագ փոխվում է։ Երբ որ կարդում ենք Իսրայելի պատմությունը, որ 400 տարի տառապանքից հետո դուրս է գալիս գնալ խոստման երկիր, գրված է, որ երգեցին, երբ որ տեսան, որ ո՞յս ինչ արեց Աստված, մեզ փրկեց Եգիպտոսի անverջ թվացող լուծից, որ թվում էր, որ սրանցից ազատվել չի լինի, հանկարծ մենք հետ ենք նայում ու տեսնում ենք ձին, ձիավորը, փարավոնի կառքերը ջրի մեջ վարի են գնում ու Աստված արել, հանկարծ գրված է Մարիամը թմբուկը վերցրեց, սկսեց երգ երգել եւ ամբողջ Իսրայելը ապարում էր, գովում էին մեծ է Տերը, զորավոր, ձին, ձիավորը, կառքերը կործանեց։ Մի քանի ժամ հետո այնքան ապարել էին, ծարավ էին։ Հետո գրածա ջուր տեսան, վազեցին այդ ջրերից, որ խմեն, տեսան ջրերը դառն են, միանգամից շրջվեցին այդ Մովսեսին, ասին, ես դու մեզ դուս ես հանել, որ այստեղ խեղդվենք ծարավից։ Մի րոպե, երեք երգում էիք, որ քո նմանը չկա, դու մեզ մեծ բաներ ես արել, հանկարծ ծարավեցիք ու մի կում ջրի համար սկսեցիք տրտնջալ ու ասել, մենք կմեռնենք, այս ոնց կլինի, մեր Տերն ով է, այս ասենց էլ անապատում կմեռնենք եւ այլը, որովհետեւ երբ որ մենք դադարում ենք հիշել Աստծո արածները մեր կյանքի մեջ, մենք սկսում ենք տրտնջալ։ Իսկ տրտունջը դա մահացու մեղք է։ Որովհետեւ Պողոս առաքյալն ասում է, չանենք այնպես, ինչպես նրանք արեցին ու անապատում դրանց դիակները ընկավ։ Եվ բաներից մեկը, որ արել էին, տրտնջալներ։ Գոհանալ, գովաբանել, գովքի խոսքեր ասել։ Մենք այո, մեր մեջ պիտի այդ սովորությունը դարձնենք, ամեն օր զարթնենք, ամեն օր, երբ որ մենք զարթնենք, մենք ունենալու ենք պակաս բաներ մեր կյանքի մեջ։ Միշտ կան բաներ, որ մենք չունենք։ Եվ դրա ցայտուն օրինակը սովորաբար երեխաների մեջ ենք տեսնում։ Ես Էմի մեջ տեսնում եմ։ Այսօր էլ տեսա։ Ասում այդ ոնց է իմ ծնունդը չի, Մլիայի ծնունդն է ինքը նվեր աստացա։ Ինձ մոռանում է, որ հունվարին էլ ինքն էր նվեր ստանում։ Դա մեր էության մեջ է։ Ուղղակի մանուկները բրեյքներ չունեն, տորմուզներ չունեն, ցայտուն երևում է, մենք այդպես տորմուզներ ունենք, բայց մեր ներսում էլ է բարձանում, այդ ոնց եղավ, որ հանկարծ Դանիելը սիրուն մազեր ունի, ես չունեմ։ Երեք էլ ես ունեի։ Մենք հանկարծ սկսում ենք նայել այն բաներին, որ մենք չունենք, մոռանալով այն բաներին, որ մի օր կերազեինք ունենալ, բայց այսօր ունենք, բայց չենք էլ նկատում, որ ունենք։ Դրա համար լավ է, որ մենք լիստ կազմենք, ամեն օր զարթնենք ու ասենք փառք ես իմ կնոջս համար, փառք ես իմ երեխաների համար, փառք ես եկեղեցու համար, փառք ես, որ առողջ եմ, փառք ես այս ձեռքերի համար, փառք ես այս աչքերի համար, փառք ես այս ստամոքսի համար, որ գռշտաց ուտում է, մարսում է, ամեն ինչ շատ լավ է։ Մենք դա չենք էլ նկատում, բայց իհարկե, տենց է պիտի լինի, մինչև որ հանկարծ հայտնվում ենք հիվանդանոցում ու հասկանում ենք, որ մի կում ջուր խմելը հրաշք է պետք կամ բժշկական միջամտություն, որ հասնի տեղ։ Բայց երբ որ մենք չենք գոհանում, մենք սկսում ենք տրտնջալ։ Երբ որ մենք չենք գոհանում, մենք մեր ամենաուժեղ զենքը չենք օգտագործում։ Մենք ընկնում ենք դեպրեսիայի մեջ, մենք ընկնում ենք անլիարժեքության մեջ, մենք մտածում ենք, որ սենց էլ իմ կյանքը դժբախտ կլինի, չիմանալով դժբախտն ինչ է։
չիմանալով, որ մենք մեզ դժբախտ ենք ասում, ուրիշները մեզ երանի են տալիս։ Որովհետև գոհությունը քեզնից գողանում է այն խոնարհությունը, որ Աստծո մարդկանց առաջ պիտի ունենաս։ Գիտեք, ես 2 օր առաջ 7 ժամ թռել եմ Փենսիլվանիա Ուիլյամսբորգ մի փոքրիկ քաղաք, որովհետև մի շատ թանկ մարդ էր մահացել, հովիվ, ընկեր։ Գիտեք, կարայի չգնայի, որովհետև բավական ծախս էր, այդ գնալ գալը մեծ ծախս էր հեռու ընտանիքից եւ այլը, 1000 պատճառ կար չգնալու, բայց գիտեք ինչի գնացի, եւ ես միշտ փորձում եմ դա անեմ, որովհետև այդ մարդը բացի այն, որ լավ հովիվ ու քարոզիչ էր եղել, մոտարապես 6-7 տարի բոլոր լավ բաների կողքին իմ ընտանիքին եւ իմ եկեղեցուն, որտեղ Վանաձորում ես կայի, այդ մարդը իր եկեղեցով հովանավորություն էր անում ամեն ամիս։ Մինչև որ 2015-ին մենք տեղափոխվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ինքը կտրեց դա, ասեց հիմա էլ չենք անի դա։ Հիմա կարայի ասեի 10 տարի անցել է դրանից։ Եվ ամենահեշտը, որ կարող է ասել, գիտես ինչներ, Տերն էր, մարդը ինչ։ Լսի ուշադիր։ Տերը ասել է, ես ձեզ համար կհոգամ, հոգացել է, իմի Տերը եշի միջոցով էլ է խոսում, ինչ կապ ուներ, ով էր այդ մարդը։ Որովհետև մենք Աստծուն չենք տեսնում։ Մենք Աստծո աչքերը չենք տեսնում, շատ հեշտ է ասել, փառք ես Տեր Աստված։ Բայց ասեմ քեզ, Աստված սովորաբար գալիս է մարդկանց դեմքով եւ անունով։ Դրա համար է, որ նրան չեն ճանաչում։ Հիսուսն ասում էր, վերջի օրերը կասեն, Տեր, մենք քեզ չենք տեսել մենակ, մենք քեզ չենք տեսել բանտում, Հիսուս ջան, դու երբ ես մեր եղել, որ քեզ շորջ չենք տվել։ Բա որ մենք իմանայինք, որ դու շորջ ունես, մենք կարողա քեզ շորջ չտայինք, Հիսուս ջան։ Մենք քեզ բանտում չենք, դու երբ ես հիվանդ եղել, մենք քեզ չենք տեսել, Հիսուս ջան։ Ու Հիսուսը պիտի ասի, no։ Իմ փոքրիկներից մեկին է կարել, ինձ է կարել։ Թե ընդունողը, թե անողը Աստված օգտագործում է մարդկանց։ Եվ մենք այնքան հեշտ մարդուն ենք ում ենք տանում։ Եվ ես կարող եմ ասել, Pastor Wayne-ը ընդամենը գործիք էր, ինչ էր որ այդ Աստված արել։ Որովհետև երբ որ Pastor Wayne-ի աչքերին նայում եմ, ես մի քիչ խոնարհվում եմ։ Ես հիշում եմ, որ միշտ չի ամեն ինչ լավ եղել մեր կյանքում։ Որ այս մարդը օգնել է, որ մենք բարձրանանք։ Եվ ինձ համար պատիվ էր գնալ իր 4 երեխաներին, իր կնոջը, իրան ձեռքը սեղմել, գրկել, համբուրել ու ասել ձեր հայրը ինձ շատ է օգնել։ Այդ իրանց բաժինն էր, որ ասեին Աստված մեր հորն օգտագործել է, բայց իմ գործը նա էր գնալ ու ասել ձեր հայրը ինձ օգնել է։ Եվ ես այսօր ստեղ եմ ասելու, որ նա հրաշալի մարդ էր, Աստծո ծառա։ Սիրելիս, մարդկային հպարտությունն այնքան նենգ է, ինքը միշտ ուզենալու է մարդկանց արանքից հանել։ Ես ամեն անգամ ճաշ ուտելուց կարող եմ ասել փառք ես Տեր Աստված, դե ես ու Աստված մի ուրիշ հարաբերությունների մեջ ենք, բայց երբ որ նայում եմ կնոջս աչքերի մեջ, ասում եմ շնորհակալ եմ, մի քիչ խոնարհվում եմ, հասկանում եմ, որ ինչքան շատ է ինքը ինձ ծառայում։ Դա է պատճառը, որ մենք այնքան հեշտ ենք մարդկանց մեր կյանքից հանում, ամեն ինչ վերագրում ասում, երբ որ դեպի մեզ է։ Բայց ես քեզ խնդրում եմ, եւ ես քեզ կարևոր բան եմ ասում։ Սուրբ Գիրքն ասում է, որ պատիվ է տալու, տա պատիվ տվեք։ Սովորի, եւ ես իմ կյանքում մարդիկ ունեմ տարիներ, տասնամյակներ առաջից, որ իմ սրտի մեջ հատուկ շնորհակալություն կա այդ մարդկանց համար, այս բանի համար, հոգևոր ծառայության, այս օրվա համար։ Երբ որ գնացի Հայաստան, իմ ժամանակը շատ կարճ էր եւ տասնյակ մարդիկ հովիվներ ինձ կապնվեցին, որ գնամ ծառայեմ։ Մի հովիվ կար, որ ինչ կարողացա չի ասեմ, Սևանի Ավետաբեր եկեղեցու հովիվը իմ հոգևոր ուսուցիչներից մեկը, որը իմիջայլոց մի քանի ամսից հյուր կգա։ Ինքը ինձ զանգեց եւ ես չկարողացա իրան չէ ասեմ։ Գիտեք ինչի՞։ Որովհետեւ ես հիշեցի, երբ որ ես մի շփոթված երիտասարդ էի ու Աստված ինձ խոստումներ էր տալիս, որ ինքը ինձ պետք է օգտագործի, ես չգիտեի ոնց է լինելու։ Եվ զանգում եմ Վլադիկ եղբայր կարամ գա մի հատ քո հետ խոսամ, ասում էր, հա ու գնում էի այդ մարդու հետ 4 ժամ։
4 ժամ, 5 ժամ, 6 ժամ ինքը իմ հետ Սևանի փողոցներով քայլում էր ու իմ մանկական հիմար հարցերին խորը պատասխաններ էր տալիս։ Եվ այսօր ես հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ այդ մարդը շատ գործ կարող է ունենար։ Եվ իմ գնալու պատճառը ոչ միայն գնալ քարոզու տպավորներն էր, ես գնացել եմ նվերով, ես գնացել եմ իրանց ամբողջ ծառայողների առաջ ասել եմ շնորհակալ եմ Վլադիկ եղբայր, որ այդ շփոթված երեխային օգնեցիք։ Այսօր կարող է ես էլ շփոթված չեմ, բայց ես հո գիտեմ, որ ես շփոթված երեխա եմ։ Եվ որ ես արտահայտում եմ իմ շնորհակալությունը նրանց, ովքեր ինձ օգնել են, ես ինձ եմ առողջ պահում։ Ես ինձ եմ առողջ պահում։ Պողոս առաքյալն ասում է, որպեսի չհպարտանամ, Աստված անգամ թույլ էր տվել, որ մի սատանայի հրեշտակ ինձ բռունցքներով ծեծի, որ հանկարծ չհպարտանամ։ Սիրելիս, երբ որ դու դժվարանում ես շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր քեզ օգնել են, լինի հավատացյալ, լինի անհավատ, մենք բոլորս այսօր այստեղ ենք ինչ-որ մարդկանց շնորհիվ։ Դա կլինի քո ուսուցիչը, որ քեզ գրել է սովորացրել, դա կլինեն քո ծնողները, ովքեր քեզ քայլել են սովորացրել։ Հարյուրավոր մարդիկ մեր կյանքի մեջ ներդրում ունեն։ Ունեցի սովորություն ժամանակ առ ժամանակ գրելու այդ մարդկանց շնորհակալ եմ, որ սովորացրել ես ինձ ճաշ էփել, չգիտեմ, սովորացրել ես ինձ մեքենա քշել, սովորացրել ես մի բան, որ գիտես, որ այդ մարդն արել է։ Ասա, դա քեզ է օգնելու, որովհետև շնորհակալությունը զենք է, սիրելիներ։ Ուրեմն մենք պիտի սովորենք շնորհակալ լինենք Աստծուն, բայց նաև մարդկանց։ Եվ վերջի համարը, որ ուզում եմ կարդամ Գործք առաքելոց 16-րդ գլխի մեջ 23-25 խոսքերի մեջ Պողոս առաքյալը գնում է Փիլիպպե Ասո կանչով։ Փիլիպպեցի մի մարդ երազի մեջ ասում է Մակեդոնիայում, հիշում եք, եկեք մեզ օգնեք։ Գնում են, քարոզում են, վերջում հայտնվում են բանտում։ Բռնում են, մի լավ զղկում են, լավ ծեծում են, առնաշաղախ, քիչ հա ծեծված են, գրած է նրանց ոտքերը դրեցին կոճղի մեջ, ինչ էր դա, կոճղը մեջտեղից կտրվում էր, փայտը։ Ոտի մասերը փորում էին եւ այդ երկու մասը դնում էին ոտքը մեջտեղը։ Ու նույնը ձեռքերին ծեծված արունալվա 16-23-25-ն ասում է եւ նրանց շատ խոցեր տալուց հետո բանտը գցեցին բանտապետին պատվիրեցին որ նրանց զգուշությամբ պահի նա էլ այն պատվերն առած նրանց ներսի բանտը գցեց ու նրանց ոտքերը պնդեցրեց կոճղում բայց կես գիշերին ասա կես գիշերին Պողոսն ու Շիղան աղոթք անելով օրհնում էին Աստծուն Գիտեք, երբ որ մեզ կյանքը արդար չի վարվում, երբ որ մեզ ծեծում են, երբ որ մենք բանտում ենք հայտնվում, երբ որ մենք հայտնվում ենք միտեղ, որ չենք սիրի հայտնվենք, իսկ մենք բոլորս հայտնվում ենք ժամանակ առ ժամանակ։ Չէ՞, մեր նավը թվում է սխալ գնաց։ Մի բան եղավ, որ ինչի եղավ։ Ինչ ենք մենք անում։ Միլիոնավոր հարցեր են գալի մեր մտքի մեջ, թե այս ինչ եղավ, ինչի եղավ, երևի այսպես, երևի առաքյալները չսկսեցին բան գրել, ինչու ծեծվեցինք։ Մեր ծեծվելու պատմություն։ Իրանք հասկացան, մենք չգիտենք ինչու ենք ծեծվել, բայց մենք շնորհակալ ենք, որ դեռ շունչ կա մեր բերանում։ Եվ սկսեցին գոհանալ Աստծուց, փառքես Տեր։ Փառքես, որ դու մեզ կյանք ես տվել։ Ես չգիտեմ ինչ էին երգում, բայց գրված է բանտարկվածները նրանց ականջ էին դնում, մնացածը լսում էին։ Սիրելիներ, մարդիկ լսում են, դու ինչ ես խոսում, երգում քո բանտի մեջ։ Եվ հանկարծ մեծ շարժ եղավ։ Մինչև որ բանտի հիմքերը շարժվում էին եւ իսկույն բոլոր դռները բացվեցին, բոլոր կապանքները արձակվեցին եւ նրանք ազատ էին։ Սա է գովաբանության ու փառաբանության զենքի ուժը։ Երբ որ մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, մեր մեջ այդ բանտերը քանդվում։ Մեր մտքի մեջ են այդ բանտերը քանդվում։ Երբ որ մենք սկսում ենք շնորհակալություն հայտնել, գոհանալ, թե մարդկանցից, թե Աստծուց, մենք մեզ ենք տանում դեպի հաղթանակ։ Ամեն։ Ուրեմն հիշենք, որ այո, Աստված հիմնականում օգտագործում է մարդկանց մեզ օգնելու համար եւ շնորհակալ լինենք եւ արտահայտվենք եւ խոսանք, բայց իմանանք, որ շատ ժամանակ չգոհանալը մեր հոգեվոր պատերազմի մեջ պարտվել է։ Երբեմն, երբ որ մենք ընկճված ենք, ուրախ չենք, կյանքը թվում է անիմաստ, մտածում ենք, բա սրանից հետո ինչ եմ անելու եւ հավատացեք, ժամանակ առ ժամանակ բոլորի կյանքում գալիս են այսպիսի իրավիճակներ։ Ինձ թվում է, ես առնվազն մի 3-4 անգամ այդ պտույտին հասել եմ։ Մի հատ սայքլ ա գալ, հետո մտածում ես, որն է կյանքի իմաստը։ Եվ անգամ հիմա,
լինելով հովիվ, ունելով եկեղեցի, ես երբեմն հայտնվում եմ իրավիճակներում, մտածում եմ, որ լավ, ո՞րն է կյանքի իմաստը։ Ու դու մտածում ես, որ դու անպիտան ես, դու մտածում ես, որ կյանքում մի լավ բան անում ես, թե չես անում, այդ բոլոր հարցերը գիտեմ բոլորիդ հետ պատահում են։ Ժամանակն է, որ մենք մեր հոգևոր զենքերը հանենք, որովհետև դա էլ թշնամու մի զենք է մեր դեմ, որ մեզ ընկճի։ Ամեն։ Ուրեմն մենք, որ Քրիստոսի փրկված եկեղեցին ենք, բայց նաև նրա բանակն ենք եւ նրա զինվորները, որ պիտի հասկանանք, որ ամեն օր մենք զարթնում ենք պատերազմի մեջ, եւ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ հոգևոր իշխանությունների ու պետությունների ու տերությունների դեմ է, եւ մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմի առաջի զենքը Աստծո խոսքն է։ Քո խոսքը դրեցի իմ սրտիս մեջ, որ քո դեմ չմեղանչեմ, Տեր։ Եթե Աստծո խոսքը մեր սրտի մեջ չի, մենք էմոցիոնալ ջրերի մեջ գնում հասնում ենք տեղեր, որ չպետք է հասնենք, բայց քո խոսքը բերում է բժշկություն։ Ուրեմն հնազանդությունը մեր Աստծո խոսքին մեր զենքն է լինելու։ Հաջորդը մենք հասկանում ենք, որ մեր հոգևոր հակառակությունները մեր դեմ, այն ուժերը, որ մեր դեմ գալիս են, նրանց դեմ պայքարելու մեկ անուն կա եւ այդ անունը Հիսուս անունն է։ Ես չեմ կարող իմ անվան զորությունով դիվային զորությունների դեմ կանգնել, բայց Հիսուսի անունի առաջ խոնարհվում են երկնքում, երկրի վրա եւ դժոխքում եւ փառք նրան այդ մեծ անունի համար։ Ամեն։ Հիսուսի արյունը դեռևս զորություն ունի մաքրելու մեր մեղքերը, մեր խիղճը մաքրելու, մեռած գործերից եւ մեր մեջ բերելու այս վստահությունը, որ կարող ենք մոտենալ շնորհած գահին։ Չորրորդը արթուն լինել եւ հսկել։ Հասկանալ, որ մռնչացող առյուծ չարը փորձում է հասնել մեզ, բայց մենք կարող ենք կանգնել նրա դեմ արթուն լինելով, աղոթքի մեջ հարատևելով, Աստծո խոսքի խոստումները բարձրացնելով։ Հինգերորդ կարևոր կետը դա ներելն է, ներիր արագ, ներիր նորից։ Ես գիտեմ, որ դժվար է։ Ներելը շատ դժվար է, բայց ներելու պտուղը, օգուտը, վերելքը, վայելքը շատ ավելի մեծ է։ Երբ որ դու ներում ես ու վայելում ես այդ ազատությունը, դրանից հրաշալի բան չկա։ Ամեն, երբ որ չես ներում, քո զենքը չես օգտագործում։ Եվ վերջինը գոհություն Աստծուն իր բոլոր ողորմությունների համար։ Պիտի հիշեմ Տիրոջ ողորմությունները, պիտի պատմեմ Տիրոջ արածները։ Իմ համար գոնե պիտի գրեմ Տիրոջ արածները։ Ինչ է արել Տերը իմ կյանքի մեջ։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Եվ փառք տանք Աստծուն, որ նա մեզ զինվորագրել է։